Աղջիկներ ջան, բարի օր, բարի գալուստ իմ Մալիք, այս ոչ էսթետիկ տեսքի համար ուզում եմ կանխավ ներողություն խնդրել, տուփերի անխնամ տեսքից արդեն հասկացաք, որ իմ դատարկ տարաններն են, ձեր եթերում ձեզ հետ ձեր սիրելի խորհրդատուն է, ով սիրով կիսում է ոչ միայն իր գնումներով, այլ նաև այն ապրանքներով, որոնք հասցնում է օգտագործել անկեղծ ասած ժամանակը չեմ ֆիքսել, ինչքան ժամանակով եմ հավաքել այս ամեն ինչը, բայց ինչևէ, երբ զգում եմ արդեն ժամանակն է, նկարում եմ ձեզ համար նաև դատարկ տարաների վիդեո, որտեղ անկեղծորեն կիսվում եմ նաև իմ կարծիքով օգտագործելուց հետո, որտեղ այստեղ կան ապրանքներ, որոնք ինչպես մշտական օգտագործման են, այնպես էլ ունեն բաներ, որոնք առաջին անգամ եմ օգտագործում, եւ ինչից սկսենք, եկեք սկսենք տնտեսական հատվածից, սպառել ենք այսպիսի 1 տուփ մեկ տուփ թակարդ անձեռոցիկ, շատ եմ սիրում այս պրոդուկտը, գիտեք, ու մշտապես արդեն ինքը իմ գնումներում կա 3844 է կոդը եւ իմ լվացքը ես արդեն չեմ պատկերացնում, որովհետեւ սա լավագույն միջոցն է, երբ հատկապես խառնում եք տարբեր լվացքներ, տարբեր գույներ, որպեսզի շորերը իրար գույն չտան, այս հերոսը ամեն ինչ վերցնում է իր վրա, 3844 20 հատ է իր մեջ պարունակում, բավականին մեծ են, ասեմ, եթե լվացքները փոքր են, կարող եք անձեռոցիկը կտրել եւ 2 անգամ օգտագործել։ Սա վերցրել էի առաջին անգամ, ճիշտն է, ինքը վաղուց կար մեր ապրանքների մեջ, առանց ֆոսֆորի, պլաստիկի եւ առանց գունանյութերի ու ինչ որ հոտերի անձեռոցիկ է լվացքի համար 3843 կոդով, անկեղծ ասած չեմ կարծում, որ էլի կվերցնեմ իրեն, որտեվ ես իրանից ինչ ճիշտ է, բան չհասկացա, ավելի շուտ չհասկացա, թե ինչ խոսքով ինձ համար ինքը հարմար չէր, այ եթե օրինակ պատրաստում եք ինչ-որ ճամփորդության, բայց չգիտեմ, արդյոք ճամփորդության գնալիս կան լվացքի մեքենաներ, որտեղ դուք կարող եք անել լվացք, եթե կա այդպիսի ինչ-որ հնարավորություն, ապա շատ հարմար է, բայց միայն այդ իմաստով լվացկաներիս չեմ կարող ասել, որ շատ գոհ եմ իրենից, հիմա չգիտեմ, գուցե ես եմ սխալ օգտագործել, որովհետև եղան դեպքեր, երբ որ ես անգամ իրեն կտրտում էի ու գցում էի թմբուկի մեջ, չգիտեմ, ինքը մինչև վերջ չէ լուծվում, ես չհասկացա ինչն էր, գուցե եւ իրան երևի թե էլ չեմ վերցնի, չգիտեմ, ինչ պիտի լինի, որ որոշեմ նորից այս անձեռոցիկ ինչպես էր կոչվում, լիստավոյ, թերթիկավոր լվացքի փոշի մի խոսքով 3843 է կոդը, բայց իմացեք, որ ինքը անվնաս է եւ եթե սիրում եք, ուզում եք, կարող եք վերցնել փորձել, ես երևի թե դժվար է վերցնեմ, զուտ չհասկացա տարբերություն, ինձ համար ավելի հարմար է փոշին, ուրեմն այսպիսի սպրեյ անտիպրիսպիրանտ ենք սպառել, աղջիկների համար է վերցրել, ասում են, որ 3 օր պահում է էֆեկտը, բայց չեն կարող ձեզ հստակ ինֆորմացիա հայտնել այդ իմաստով 2679 է կոդը, բայց վատը չի, լավն է հոդն էլ, մեծ չի, որ շատ լավն է, բայց օքեյ, ոչինչ, յուլա կտանի, այստեղ իմ կողքին դրած է արկղ, որի մեջ ես այսպես դաշանորեն նետում եմ այս դատարկ տարաները, որովհետև այսօր մեզ մոտ աղբի օր է եւ պետք է նրանց ճանապարհեմ, աղբի օր չլիներ, այսօր չէ էլ նկարել այս վիդեոն, ինչևէ, դրան շարքը, գիտեք, գնումներս մեջ եւի թե տեսակ, որ վերցրել էի փրփուր, վերցրել էի, որովհետև հինը սպառվել էր, կոդը 3541, շատ լավն է, հատուկ կանանց համար է, չգիտեմ, ինձ շատ դուր է գալիս, կարող եք դուք էլ փորձել, բավականին երկար էլ գնում եմ, սպառել եմ այսպիսի մեկ շամպուն, բարակ մազերի համար նախատեսված սալոն քեր շարքից, տանջված է շիշը, կոդը կասեմ 1283, բայց չգիտեմ կա պահեստում թե չկա, բայց ուրախություն բոլոր շարքը սիրողներին, սալոն քեր շարքը սիրողներին, ասեմ, որ շարքը վերաթողարկվել է, ցավոք այս պահին մեր հայաստանյան պահեստում դեռ առկա չկա, բայց շարքը ամբողջությամբ վերաթողարկվել է, ավելի մեծացել է կարծես թե այս ֆլակոնչիկները ավելի հարմարավետ է դարձել, որովհետև գլխիկները ինչպես են կոչվում, որ այսպես մի խոսքով իմացաք, ես անհամբեր սպասում եմ պահեստի համալրմանը եւ սիրով կփորձում, հենց հիմա էլ օգտագործում եմ իր մյուս տեսակը շամպուներից եւ բալզամներից, այստեղ դեմքի խնամքի մի քանի միջոցի անդրադառնամ, կուրկումա շարքի վիտամինային խտացված շիճուկը 2859 է կոդը, կուրկումա շարքը շատ եմ սիրում, իր մեջ ունի վիտամին C, B3, E վիտամին, ինքը կրեմային տեքստուրա ունի, ճիշտ է, շիճուկ է, բայց կրեմային տեքստուրա ունի, շատ եմ հավանել ու պարբերաբար իրան վերցնում եմ, եթե
այդքան արագ չի սպառվում, բայց ամեն դեպքում իրան հաճախ կտեսնեք իմ դատարանների մեջ, որտեղ ես իրան բարբերաբար վերցնում եմ 2859 կոդը, ում կհետաքրքիր եւ շարքն էլ առհասարակ շատ սիրում եմ։ Իդեպ հիշեցի, որ գուցե նկարել եմ, լավ, իր գիշերային կրեմն էլ ունի վերջացել էր, գուցե նախորդ գնումներից մեջ եմ նկարել, չեմ հիշում։ Garderica շարքի գիշերային կրեմը 4 մաշկի համար 1553 է կոդը։ Հիմա պատվիրել եմ նույնի ցերեկային կրեմը։ Դե տեսքից արդեն հասկացաք, որ շատ եմ սիրել ու ոչ մի կաթիլ, այստեղ լավ մի խոսքով էսթետիկ տեսք չունի, բայց մինչև վերջ իրեն այսպես ճզմել եմ։ Այս սեզոնին աշուն ձմեռ տանող ճանապարհին իմ մաշկը, չգիտեմ, լրիվ չորանում է ու կարիք է լինում օգտագործելու 4 մաշկի համար կրեմներ։ Այս ընթացքում էլ սա գիշերային կրեմն է, բայց ցերեկային էլ հիմա փոխել եմ 4 մաշկի համար եմ վերցրել, որովհետև ոչինչ լավ չի վերցնում, եթե անգամ ինչ որ կրեմ եմ քսում, հիմա ինչն եմ օգտագործում։ Հա, հիմա վերցրել էի լեգենդարն կիսլարոտ շարքից, բայց քսում եմ 2-3 անգամից, հա, որպեսզի ինքը լինի լիարժեքորեն սնուցված, ոնց որ ինձ դուր է գալիս, թե չէ այլ տարբերակներով մի խոսքով։ Դրա համար այս անգամ էլի նորից վերցնում եմ 4 մաշկինը, արդեն կստանամ վաղը գնումներից վիդեոյի մեջ կտեսնեք այս կիսլարոդի բալզամը, գիտեք, իր մասին շատ եմ խոսում, սա մինի տարբերակն է, չգիտեմ հիմա ինքը կա թե չկա։ Հիմա մեծ տարբերակն է վերցրել, հիշում եք, որ ասում էի, որ մեծ տարբերակը արդեն ինքս ընդեղա հենց մի հատ բերեն կիսլարոդի բալզամը։ Կիսլարոդի բալզամն մեծը։ Հիշում եք, որ ասում էի մեծը։ Հիշում եք, որ ասում էի մեծից ինչ որ դեղային հոտ է գալիս, պատվիրեցի մեծը, քանի որ փոքրը չկար, այդ մտավախությամբ ասի ոչինչ ավելի լինի, քան ընդհանրապես չլինի, բայց պարզվեց հոտը փոխվել է, որովհետև փոխել էին, երևի թե լսել էին արձագանքները, շատ էին բողոքում, իրոք տհաճ էր, շատ դեղատնային հոտ էր գալիս, մի խոսքով վերացել է, մեծ տարբերակը կարող եք պատվիրել, այստեղ ձեռքի տակ չէ, որպեսզի ձեզ ցույց տամ, բայց կայքում կարող եք նայել, պատվիրել, ինքը must have է, հա, ամեն ինչի համար։ Ասեմ իդեպ այս վերջին մեկ շաբաթ ես իրան օգտագործում եմ որպես շիճուկ, հա, այսինքն կրեմի տակից եմ քսում, ինքը մի քանի անգամ ավելի մեծացնում է կրեմի ազդեցությունը ու կարող եմ ասել, որ հաճելիորեն զարմացած եմ։ Եվ շիճուկների թեման շարունակելով, այստեղ սպառել եմ Be Royal շարքի, մեր ոսկու նանոմասնիկներով շարքն է, եթե չգիտեք, շիճուկը, որը հրաշալի հոտ ունի եւ հրաշալի անգամ մի կաթիլ մեջը կա, կմտածեմ ինչպես դրան դուրս բերեմ, կոդը այսպես ձեզ չեմ ասի, բայց ոսկու հատիկները, չգիտեմ, այսպես երևում է առանց կամերայի միջից երևում է, թե չի երևում, շատ եմ հավանել շարքը, բավականին երկար օգտագործել եմ, ասեմ, շիճուկներին ինձ մոտ շատ արագ են սպառվում, որովհետև ես միայն դեմքի չեմ օգտագործում, այլ օգտագործում եմ ամբողջ դեկոլտեի հատվածով։ Այս պահին մեր Oxology շարքի շիճուկն եմ օգտագործում, բայց սրանից էլ շատ գոհ եմ ու էլի կվերցնեմ, կոդը չկա ցավոք։ Այս մոնարդով եւ վիտամին Եով եղունգների եւ կուտիկուլիների յուղը երբ է վերցրել, կարծեմ թե անցյալ տարի ամռանն է վերցրել ու հիմնականը ոտքերիս համար է վերցրել, ոտքերիս եղունգները ունեն խնդիր, հա, ոտքիս բութ մատերը, հա, մի խոսքով օգտագործում է իր համար, շատ հաճելիորեն սնուցում էր, շատ գոհ եմ իրենից, հիմա ճիշտ ասած այսօրվա պատվերներից մեջ ինչ որ էլի նման մի բան պատվիրել եմ էլի ոտքերիս համար, բայց չեմ հիշում իրանից էր, թե ուրիշ բաներ։ Մի խոսքով սրանց շատ գոհ եմ, բայց կարծեմ թե ինքը արդեն էլ չկա։ Նուկին իմ սիրելի շարքն է, գիտեք, այս սևը իմ սիրելին է, նայում էի ու հիշեցի, որ այսօր էլի ես իրեն չպատվիրեցի, իսկ սա օգտագործել են աղջիկները, դաժանաբար գլուխն էլ կորցրել են։ Մի խոսքով 97% բնական միջոցներից է, առանց ֆտորի է, սա սպիտակեցնող եւ հակաբորբոքային էֆեկտ ունի, սա ունի նայլոտի դեմ, հա, պայքարում է ատամնափարի դեմ։ Սրա կոդը, սա գլյուկովա է, գլյուկվան հայերեն ոնց է չգիտեմ, առանց SLS-ների է դեպ, հիմա կոդը չեմ գտնի, հա, 2658 սրա կոդն է, իսկ այս սևը 2212, սա իմ սիրելին է, մի խոսքով կարող եք հանգիստ երեխաների համար էլ վերցնել, ուրեմն սա իմ նախորդ գնումների մեջ երի տեսել եք, պատվիրել է աստղիկի համար, բայց աստղիկը անզգուշաբար, տեսեք ինչ է արել, բաց վիճակում փակել է ու դարձրել է արդեն ոչ պիտանի, այնպես որ իրան դեն եմ նետում, իր համար նորն եմ պատվել 4067, սա ելակի
հոտով համով էր, այս չգիտեմ որտեղից եմ գտել, երկար ժամանակ ձեռքս չէր գնում գցեի էքսպերտ շարքից է, երևի արդեն չկա էլ, շատ լավ միջոց է, ափսոսում եմ, որ հիմա չկա, գուցե վերաթողարկվի, այսպես ինչ-որ տիտանից գլխիկներ են, աչքերի շուրջ խնամքի համար, մեջը միջև հիմա կա, տեսեք, բայց փուֆոտ է գալիս արդեն, քանի որ շատ հին է, ինքը այս տիտանից գլխիկները պատտվում են, այսպես օգտագործելու ընթացքում եւ մի խոսքով հաճելորեն թեթև մերձում են աչքերի շուրջը, սառեցնում են, մի խոսքով շատ լավ է, չկա հիմա պահեստում, բայց որ լինի մեծագույն սիրով կպատվիրեմ, եկեք ավելի արագ անցնեմ, որովհետև հեռախոսից մեջ այդքան տեղ չկա, իսկ ապրանքները բավականին շատ են, իսկ ես գիտեք ինչքան երկար կարող եմ խոսել։ Մի խոսքով առողջության ապրանքներից այսպես ընդհանուր ձեզ ցույց տամ, օմեգան, մագնին եւ D3-ը D3 օմեգայով նաև խմել է Լևոնը ինձ հետ, իսկ մագնին B6-ով խմել եմ մենակ ես։ Այս օմեգայի այս տարբերակը իր մեջ ունի միայն 60 կապսուլ է պարունակում, եւ իր մեջ ունի միայն ձկան յուղ, մաքուր ձկան յուղ է։ Այստեղ կարող եք ֆիքսել 330 մգ, ինչպես է կարդացվում, չգիտեմ, EPA եւ 220 մգ DHA։ Դա յուղի տեսակներն են, հա։ Մագնին B6-ով 30 հատով էլի խմել եմ ես, մագնին գիտեք որ ուզում եմ կոդը ձեզ համար գտնել, 15960 է կոդը, մագնին լավագույն միջոցներից է եւ must have-երից է կանանց համար, օմեգայի հետ մեկտեղ եւ D3-ն էլ կա 2-ով, մեն այս շարքը ունի շատ բարձր բիոդաստուկնես, այսինքն բիո հասանելիություն 70% կարծեմ թե բիո հասանելիությունն է, այսինքն օրգանիզմի կողմից յուրացվում կա 2-ի հետ, կա 2-ը օգնում է որպեսզի D3-ը ուղղորդվի ուղիղ հենց ոսկորներ եւ արտիկուլը ձեզ համար ասեմ, եթե կհետաքրքրի 15809 Ժվիցան գիտեկոնի յուղն է 15862, ինքը հզորի մոնամոդուլատոր է, որը մենք այս սեզոնի միշտ խմում ենք, իդեպ մոռացա պատվիրել, բայց կարելի էր, բայց այսպես ոչինչ չենք խմում ցինկով, կդիմանանք առանց Ժվիցայի։ Իդեպ Ժվիցայի մասին էլ ինֆորմացիա կարդացի, որ ինքը էլի ինչ որ հետաքրքիր ազդեցություններ ունի, իր մեջ ունի նաև օմեգա, հա, բուսական ծագման օմեգա, շատ լավ միջոց է, անպայման փորձեք, կոդը ասեցի ձեզ, չասեցի, չէ, որ 15862։ Այս մուլտիմիշկաները ապելսինի համով, մարմելադներ են 60 հատ 3+ տարիքի համար, սա տվել եմ երեխաներին, իր մեջ պարունակում է վիտամին C, E, A, D3, K1, B3, B6, B9, B12, B7, խմել է նորական 2 հատով, ինքը բավականին մեծ է ամանը, որտեվ հատիկներն են բավականին մեծ, մի խոսքով այս սեզոնին հատկապես աշուն գարուն միշտ տալիս եմ, հա, պրոֆիլակտիկ նկատառումներով սպառել եմ այսպիսի լակրեմ շարքի գնդիկավոր օտազերծիչ, կոդը չեմ ասում, քանի որ ինքը վերաթողարկվելիս նոր կոդը չունեմ, շարքը շատ լավն է, գիտեք որ այստեղ նաև ֆոնին տեսնում եք գելը, որը ես մշտապես վերցնում եմ, հիմա մեկ ուրիշ եմ վերցրել, բայց միևնույն է ինքը շարունակում է մնալ իմ սիրելին, օրխիդեայի հոտովը, շարվենք մի անգամ 7322, սա պահեստում կա, սա արդեն վերաթողարկված տարբերակն է, շատ հավանում եմ, շատ սիրում եմ, մշտապես վերցնում եմ, ինքը ունի կրեմային էֆեկտ, սպիտակուցային է, ինքը կոչվում սպիտակուցային լոգանքի գել, այս էլ այսպես գնաց աղբը, այսօր շարքի այ կրեմ սառույցը վերցրել էի ամբրանը, շատ լավ միջոց է, բայց ամառային շրջանի համար ես եմ պահում էի սառնարանում, հիմա արտիկուլ էստեղ չեմ էլ գտնի, որ ձեզ ցույց տամ, քանի որ տուփի վրա է, պահում էի սառնանում եւ հրաշալի էր ուղղակի, հատկապես այն շոկ ժամանակահատվածում, երբ ոչինչ ուղղակի չես կարողանում քսել, սա փրկություն էր։ Սա միանշանակ կվերցնեմ, բայց ամառային ժամանակահատվածներում հիմա արդեն չէ։ Այստեղ մաքսի տուշեր են, որոնք իրարից անկախ բացել եմ, այնպես չի որ քսելու ենթակա չի, բայց քանի որ չեմ քսում ու տուշն էլ դե գիտեք ոչ մեկի չես կարող նվիրել, ես իրանց հիմա դեն եմ նետում, որտեղ հիմա ունեմ օգտագործման 2-3 տուշ։ Ես սրանց հաստատ չեմ հասցնի անդրադառնալ, ավելի լավ է, որպեսզի ավելորդ աղբ չլինի, նետեմ։ Մի խոսքով այս շրթունքների մատիտը լրիվ վերջացել է, ոչ արտիկուլ ներևում է 4732, բայց այս պահին այս գույնը չկա, շատ լավն է, հուսամ ինքը վերաթողարկում է, որտեղ ինքը շատ լավն է, նույն շարքից նաև աչքերի կրեմ, որը աղջիկները շատ մեծ հաջողությամբ այսպես գլուխը կերել են, այնպես չի որ հաճախ էի քսում, մի օր այսպես ցանկություն առաջացավ քսելու ու բարձեցի, որ ինքը քսելու ենթակա չի։
N4W շարքից վերցրել է այսպիսի կրեմ, որը կրեմ կոնսիլեր, որը այսպես էլ նորմալ չօգտագործեցինք, մեջը համարյա թելիքն է, ժամկետն անցել է դեն եմ նետում։ Nude Illusion շարքի այսպիսի տինտ SPF 25-ով ինքը իմ ամենասիրելին է, հրաշալի միջոց է, այստեղ վակուումային էֆեկտով է, հա, էֆեկտով ոչ մի գրամ մեջը չի մնում, ինքը ինչպես զգացիք, ինքը սպիտակ է, բայց մաշկի հետ, տեսեք, քանի որ մեջը մի քիչ կա, կսեմ տեսեք, դրա մասին շատ եմ խոսել, այսպես կսում եք, ինքը մաշկի գույնին է համապատասխանում, խոսքով շատ լավն է, ինքը նախատեսված է նաև 13+ է, կարող եք նաև դեռահասներին քսել, բացարձակապես չերին, որ դեմքին ինչ-որ բան կա քսված, բայց էֆեկտը ուղղակի հրաշք։ Այսօր շարքի այսպիսի վիտամինային տոնիկ եմ սպառել, այս վիտամինային սպրեյը դեն եմ նետում, որովհետև դե տեսնում եք մեջը կա, բայց դե հիմա ելով է օգտագործում դա, եկեք սրա արտիկուլ ասեմ 0.52 եւ այստեղ մնաց մեզ տնտեսական միջոցներ, գնիլի շարքի լվացքի փոշի երկուսը, այս մեկը դեռ չի սպառվել, քանի որ ես իրանց դատարկում եմ ինչ որ ամանների մեջ, դեռ օգտագործվում է, սա էլ սպառել եմ, սրանք առանց ֆոսֆատների են, առանց ներկանյութերի են, վերցրել եմ, շատ սիրում եմ, առանց հոտի են, եւ եթե ունեք ասթմա, ինչ որ ալերգիաներ, 3891 է կոդը, կարող եք հանգիստ վերցնել, ինքը նախատեսված է նաև ժոստկի ոնց կլինի, կոշտ ջրի համար, հա, այսինքն փափկեցնում է ջուրը եւ բնականաբար հոգ է տանում նաև լվացքի մեքենայի մասին, մեզ մոտ ջուրը այդքան էլ կոշտ չի, բայց եթե կոշտ ջուր ունեք, նկատի ունեցեք, որ ունենք այսպիսի շատ լավ լվացքի փոշի, որը անվտանգ է եւ նաև հոգ կտանի ձեր լվացքի մեքենայի մասնիկիդ մոտեցնեմ սրանք էլ արագնային կոնցնենք առաջ այս սիրունին գիտեք ինքը կա ու կլինի մշտապես վերցվողների շարքից է այստեղ մեր յուղահան միջոցը YouTube-ը սպառվել է 30119 կոդեսի մշտապես վերցնելիք այսպիսի միջոց խոհանոցը մաքրելու համար էլի խորհուրդ եմ տալիս շատ լավն է 3218 նորը վերցել եմ սա արդեն սպառվել է ամանի հեղուկ մալինայով 0+ է մեր ամանի հեղուկները գիտեք լրիվ անվնաս 365 եւ իրանք խտացված են հա եւ այսպիսի երկու ինչպես են կոչվում լվացքի կոնդիցիոներներ սա շատ եմ հավանել հիմա հենց նոր պատվիրել եմ երին նույնից եմ պատվիրել եւ այս եւս նմանատիպ մեկ տուփ հենց հիմա դեռ օգտագործման է երկուսն շատ եմ սիրել ես էլ սույուն շարքից եկեք արտիկուլներն ասեմ 334 ինքը փափկեցնում անուշ փոփուշ հոտ է տալիս ձեր լվացքին իսկ այս տարբերակը էլի 30 լվացքի համար նախատեսված 3708 արտիկուլը շատ այսպես արիստոկրատ հոտ ունի հետաքրքիր եթե չեք սիրում շատ զոր հոտեր սա մի վերցրեք խորհուրդ չեմ տա ձեզ խոսքով երեխեք ջան այսքան է շնորհակալ եմ որ նայեցիք ես իմ դատարկ տարաները կհանդիպենք հաջորդ վիդեոյի ընթացքում որտեղ արդեն կներկայացնեմ գնումներս որոնք արդեն կարծում այսօր կամ վաղը կստանամ ու սիրով ձեզ հետ կկիսվեմ լավ եղեք շնորհակալություն չմոռանաք միանալ ալիքին եւ հավանել եթե ձեզ դուր եկավ կամ օգտակար էր ձեզ համար Վիդեոը կարող եք մեկնաբանությունում թողել ձեր հարցեր, ես իրով կպատասխանեմ եւ հիշեցնեմ, որ ես կարող եմ օգնել ձեզ կատարել խելացի գնումներ, օգտակար հողումների վիդեոյի ներքևում են, իմ համարը եւս կարող եք գտնել ինձ, կապվել ինձ հետ, եւ ես ձեզ կօգնեմ օգտվել մեր ընկերության պահեստից շատ խելացի տարբերակով։ Այսքանը լավ եղեք, բոլորիդ մաղթում եմ լավ օր, կհանդիպենք հաջորդ գնումների վիդեոյում։ Բաճիկներ բոլորիդ